Հարգելի Հոբելյար Լիլիթ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, օրենսդիր գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ, հարգելի դեսպաններ, հարգելի փորձագետներ, ուրախ եմ այսօրվա մեր հանդիպման համար եւ ողջունում եմ բոլորիդ եւ իհարկե չեմ կարող ողջունելով Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ներկայացուցիչին չեմ կարող եւ նրա խոսքից հետո երբ նա խոսեց Կոնրադ Ադենաուերի եւ նրա վարած քաղաքականության եւ նրա որդեգրած ռազմավարության մասին, որով ինչպես կարելի էր եւ ակնհայտ է, որ գերմանացիները հպարտանում են եւ այդ ռազմավարությունը համարում են իրենց պետական եւ ազգային ինքնության կարևոր մաս, մի նրբություն կա, որը շատ էական եմ համարում։ Ժամանակին Ադենաուերի որդեգրած ռազմավարությունը անվանում էին նաեւ խայտառակության ռազմավարություն, որովհետեւ ասում էին, որ այնինչ որ նա անում է կամ փորձում է անել եւ հույս ունեին, որ չի կարողանա անել, դա խայտառակության ռազմավարություն է եւ այս արձանագրումը շատ գեղեցիկ ձևով կա նաեւ Հենրի Քիսինջերի դիվանագիտություն գրքում, երբ որ նա խոսում է առաջնորդության առանձնահատկությունների, նրբությունների մասին մի քանի լիդերների օրինակով եւ նրանցից մեկը Կոնրադ Ադենաուերն է։ Իհարկե այդ ռազմավարությունը ինչի է հանգեցրել, արդեն հիմնադրամի ներկայացուցիչը ասաց եւ նույնիսկ եթե չասի, մենք կարծում եմ շատերս ենք տեղյակ դրա մասին, ովքեր լսել են, գիտեն, եղել են Գերմանիայում, կարդացել են Գերմանիայի եւ նրա անցած ճանապարհի մասին։ Իսկ անդրադառնալով այսօրվա մեր հանդիպմանը ուրախ եմ արձանագրել, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը մտել է իրագործման փուլ։ Եվ իհարկե ես հասկանում եմ նաև, որ այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագիծը, եւ ես այդ նախագիծը իհարկե կներկայացնեմ, իմ հիմնական կենտրոնացումը կլինի նախագծի եւ նրա իրականացման ընթացքի եւ առանձնահատկությունների վրա, բայց ավելի լայն համատեքստը նույնպես կարեւոր է, որովհետեւ խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման առումով չափազանց կարեւոր է այն, որ մենք ըստ էության արդեն մի փուլ ենք մտել, որտեղ հյուսիս-հարավ նախագիծը ստանում է միսուարիոն։ Գիտեք, որ այս տարի արդեն մենք կբացենք Գյումրիից, այստեղ նույնիսկ Գյումրիից Երևան հատվածը հյուսիս-հարավ ճանապարհի, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն, եւ նաեւ Ագարակ Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով, ներկայումս շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ եւ նաեւ առանձնահատուկ կարեւորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ։ Այս համատեքստում չափազանց կարեւոր եմ համարում, որ ի վերջո տեղի ունեցել մեկ այլ պատմական իրադարձություն Հայաստանի անկախությունից ի վեր ըստ էության առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանից եւ Ղազախստանից, իհարկե առայժմ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան երթուղով, ինչպես կարող եք տեսնել, խորհրդային ժամանակներում մենք Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել ենք
Տավուշի մարզով եւ Սյունիքի մարզով եւ նաեւ ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել հենց այսօր ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից ներողություն Մարգարայով, Կորնիձորով Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ, ինչու ենք մենք հիմա այս առաջարկում, որովհետեւ այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է։ Մնացած իհարկե բոլոր հատվածներում, որի մասին ես կխոսեմ, նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունը առկա է, բայց այդտեղ պարզապես դեռ ներդրումներ ունենք անելու։ Հիմա Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ կարճ Trip Route նախագիծը իրականացնելու, որ փուլում ենք մենք գտնվում եւ առաջիկայում ինչ է մեզ սպասվում այս ուղղությամբ։ Իհարկե գիտեք, որ նախագիծը մեկնարկել է, ստեղծվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի արդյունքում եւ առաջին գործողությունը, որը մենք կանենք եւ մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որը նաեւ ցույց է տալիս, պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, այսպես ասած կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է։ Ուզում եմ հիշեցնել, որ ըստ էության այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է։ Հաջորդիվ ինչ է տեղի ունենալու։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի Trip ընկերություն կամ Trip Route ընկերություն անվան վերջնականացումը նաև ընթացքի մեջ է, որը կլինի արդեն ինչպես ասացի Հայաստան Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն եւ կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը։ Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանի եւ Միացյալ Նահանգները եւ իհարկե տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաեւ մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանի ներկայացուցիչները Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Սա շատ կարևոր ըմբռնում է եւ շատ կարևոր արձանագրում է։ Հաջորդ նրբությունը, որի մասին կուզենայի խոսել, հետեւյալն է, որ նախագիծը ունենալու է մի քանի բովանդակային ուղղություն։ Երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, որի մեջ կարող են լինել գազամուղ, նավթամուղ, մալուխներ, իհարկե նաև տրանսպորտային այլ հաղորդակցություններ, ճանապարհների մասին կլինի խոսքը։ Այստեղ ամենակարևոր արձանագրումը եւ շփոթունքը թերևս այն է, որ շատերը պատկերացնում են Trip Route նախագիծը որպես մի շերտ, մի տարածքում տեղի ունեցող կամ իրականացվող նախագիծ։ Իրականում իհարկե դա սկզբունքորեն նման բան բացառող հանգամանք էլ չկա, բայց գործնականում դա հնարավոր չի լինի իրականացնել։ Օրինակ երկաթուղու պարագայում, երբ որ մենք խոսում ենք երթուղիների մասին, երկաթուղու պարագայում վստահաբար կարելի է ասել, թե որտեղով է անցնելու երկաթուղին, դա մեր հարավային երկաթուղին է, որը խորհրդային միության ժամանակ գոյություն է ունեցել
պայմանական նռնաձոր Կարճևան հատվածներում, այսինքն մեզ հայտնի, որը խաղաղության խաչմերուկ նախագծում նշված է, ակնհայտորեն երկաթուղին լինելու է այդտեղ, կառուցվելու է, վերականգնվելու է այդտեղ, ինչու ակնհայտորեն, որովհետև նախ այլ տեղ գործնականում հնարավոր չէ երկաթուղի ունենալ կամ եթե նույնիսկ պատկերացնենք, որ գործնականում հնարավորն է, տասնյակ անգամներով ավելի թանկ կլինի այդ երկաթուղին։ Բայց կա նաև ուրիշ հանգամանք, որ նրանք ովքեր տեղում եղել են, գիտեն, որ ռելիեֆային առումով տարածքը նույնիսկ երկաթուղու համար բավականին սահմանափակ է։ Եվ հնարավոր չի բոլոր ենթակառուցվածքները եւ նախագծերը իրականացնել այստեղում եւ հետեւաբար դա իհարկե տեխնիկա տնտեսական հետազոտության խնդիր է, օրինակ գազամուղերը, նավթամուղերը, էլեկտրահաղորդման գծերը կարող են իրականացվել այլ երթուղիներով, որոնք հենց տեխնիկատնտեսական եւ ինժեներական առումով առավել արդյունավետ եւ նպաստավոր կգտնվել։ Այլ տեղեր ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքով։ Սա մի կարևոր նրբություն է, որի մասին ուզում էի անպայման ընդգծել։ Հիմա հաջորդ հարցը կախված, որովհետեւ դա էլ է քննարկվում ու հիմնականում ներհայաստանյան դաշտում կապված տարածքների, որովհետև երկաթուղին պետք է լինի գետնի վրա, խողովակը պետք է լինի գետնի վրա, ամեն ինչ պետք է լինի գետնի վրա, շատ կարևոր մի հարց կա, թե ինչպիսի է լինելու հողի այդ շերտի կամ շերտերի կարգավիճակը, եւ որպեսզի մի քիչ ավելի ինտերակտիվ լինի այս հարցադրումը, ես վերաձևակերպեմ այն ինչ փորձ է արվում ներկայացնել կամ հարցադրել ընդդիմադիր քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում։ Արդյոք Հայաստանի Հանրապետության որևէ ինստիտուտ, որևէ սահմանափակում ունենալու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված գործառույթային որևէ սահմանափակում ունենալու է այդ տարածքների վերաբերյալ հստակ աներկբա միանշանակ եւ տարընթերցման տեղի չտվող պատասխան եմ ուզում տալ ոչ սահմանափակումներ կարող են լինել այնպիսին, ինչպիսին օրինակ Հայաստանի Երևանում օրինակ կան գործարաններ, ճիշտ է, կան ձեռնարկություններ, Երևանում կա Զվարթնոց օդանավակայան, ինչ որ սահմանափակումներ, ինչ որ կարող են լինել, ասենք մոտակա ամենամեծ հիմա այս պայն ամենամոտակա գործարանը որն է, կամ ինչ որ ներդրումային ծրագիր, ինչ սահմանափակումներ կարող են լինել այնտեղ, նույնն էլ կարող են լինել TRIP RUT նախագծի կոնկրետ ծրագրերում, որովհետև ես էլ է կարևոր, մենք պետք է նաև չվախեցնենք մեր պոտենցիալ ներդրողներին, որովհետև ցանկացած ներդրող ինքը նաև իր գործունեության արեալը ունի եւ կարևոր է, որ իր գործունեության արեալում ինքը իր կանոնադրական խնդիրները լուծելու ճանապարհին չունենա սահմանափակումներ, բացի այն, ինչ որ նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։